Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը շարունակում է շատ ակտիվ գործունեություն ծավալել։ Նա ակտիվ է նաև սոցիալական հարթակներում, որտեղ էլ երեկ հայտնել է, որ թոռնիկի՝ Արայիկի ծննդյան տարեդարձն է։ Անահիտ Կիրակոսյանի ամուսնու դստեր Լաուրայի որդին դարձավ 3 տարեկան։ Այդ առիթով ընտանիքը խնջույք էր կազմակերպել։ Ընտանեկան գեղեցիկ երեկույթից Անահիտ Կիրակոսյանը կիսվել էր մի քանի կադրերով։ Հավելենք նաև, որ օրեր առաջ էլ ծնվել էր Լաուրայի երկրորդ որդին։ Star News-ը շնորհավորում է և ձեզ ներկայացնում կադրերը առանց մեկնաբանության։ Հարկ է նշել նաև, որ Անահիտ Կիրակոսյանի առաջին թոռնիկը լույս աշխարհ էր եկել 2022 թվականին։ Անահիտն այդ ժամանակ ևս գրառմամբ էր հանդես եկել։ Նա նշել էր հետևյալը. «Ռեկորդ եմ սահմանել, տատիկ եմ արդեն»։ Այս մասին իր ինստագրամյան օգտահաշվում հայտնել էր դերասանուհին ու նշել հետևյալը. «32 տարեկան եմ, այո, ռեկորդ եմ սահմանել, պարզվեց տատիկ եմ արդեն, հանգիստ մետրոյում ինձ տեղ կարող եք զիջել։ Շնորհակալություն տիրոջը, Լաուրան մայրացավ, դա Աստծո պարգև է, ծնվեց հրաշք թոռնիկս, Արայիկ Թոխսանց Դավիթի, միայն մի բան, խաղաղություն», գրել էր դերասանուհին։ Իսկ մեզ մնում է հիշեցնել նաև, որ այս տարիների ընթացքում Անահիտ Կիրակոսյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալել, թե թատրոնում և թե հեռուստասերիալներում նկարահանվելով։ Վերջին տարիների ընթացքում շատ հաճախ քննարկվել է նաև Անահիտ Կիրակոսյանի անձնական կյանքը։ Նշենք, որ Անահիտն ու Արտակն ամուսնացել են, երբ Լաուրան 9 տարեկան էր, իսկ Աննան 8։ Նրանք հենց սկզբից դերասանուհուն ընդունել են ու սիրել որպես իրենց հարազատ մայրիկ։ Անահիտ Կիրակոսյանն իր հարցազրույցների ընթացքում հաճախ է պատմել ընտանիքի ստեղծման, ինչպես նաև առաջացած դժվարությունների մասին։ Խոսելով բամբասանքների ու ասեկոսեների մասին, և Անահիտը, և Արտակը նշել էին հետևյալը։ Անահիտ Կիրակոսյանը ասել էր հետևյալը. «Մենք միմյանց սիրում ենք, ոմանք հավատում են, ոմանք էլ ոչ, թող մտածեն, կեղծ է, սպասեն, որ կբաժանվենք, բայց մենք արդեն ամուր ընտանիք ենք։ Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում, թե ինչ կանոններով ապրի։ Ինձ համար ծիծաղելի է, որ մարդիկ մտածում են, թե կարող էի իմ կողակցին ընտրել ֆինանսական դրությունը հաշվի առնելով։ Արդեն կայացած մարդ էի, երբ Արտակին հանդիպեցի»։ Նույն հարցին պատասխանել էր նաև Արտակը. «Ես միլիոնատեր չեմ, որ մտածեմ, թե Անահիտը ինձ հետ փողի համար է ամուսնացել։ Եթե նա շահով առաջնորդվեր, ավելի հարուստ մարդու հետ կյանքը կկապեր», նշել էր Արտակը։ Դերասանուհին հավելել էր. «Արտակին հանդիպելու առաջին իսկ օրվանից ունեի այն զգացողությունը, որ նա դառնալու է իմ ապագա ամուսինը։ Ես իրավաբանական հարցով դիմել էի նրան, քանի որ ծանոթներիցս մեկն էր խորհուրդ տվել։ Արտակը չգիտեր, թե ով եմ, որպես դերասան չէր ճանաչում։ Այդ գործնական հանդիպումից էլ նրան շատ հավանեցի։ Ինձ համար 16 տարվա մեր տարիքային տարբերությունը անհանգստանալու պատճառ ու խոչընդոտ չի եղել։ Ով գիտի, մենք քանի տարի ենք ապրելու։ Մենք ապրում ենք այսօր և ապրում ենք երջանիկ։ Արտակի հասունությունը միայն օգնում է։ Ես պարզապես չէի կարող իմ տարիքի տղամարդու հետ ապրել։ Նա ինձ իր խորհուրդներով կյանքի փորձով շատ է աջակցում։ Չեմ կարծում, որ ինձ սխալ խորհուրդ կտա։ Պարզապես չի սխալվում»։ Խոսելով դերասանուհու մասնագիտության մասին, Արտակը նշել էր. «Չունեմ այն կարծրատիպը, թե բեմի մարդիկ այնքան էլ բարոյական չեն։ Մարդը սմարթ լինի, մասնագիտությունը կապ չունի։ Կարծում եմ, անցել են այդպես մտածելու ժամանակները»։ Անահիտն էլ նշեց. «Օրինակ, թատերականի աղջիկների երևի 80%-ը ծխում է։ Ես երբևէ ծխախոտ բերանս չեմ դրել, որովհետև ինձ չեն կարողացել համոզել։ Ծխելը միակ բանն էր, որ կհիասթափեցներ ինձ», հավելել էր Արտակն ու նշել.
որովհետև ես էլ չեմ ծխում։ Հայրս ծխելու պատճառով է մահացել։ Ոչ միայն աղջիկների, այլև տղաների ծխելուն ես դեմ եմ։ Մեր տանը մոխրաման էլ չկա, նշել էր նա։ Ընտանիքի և աշխատանքի համատեղելիության մասին խոսելով Արտակը նշել էր. ոչ միայն դեմ չեմ, այլև դրական եմ վերաբերվում, երբ կինն աշխատում է։ Խոսքը ոչ թե գումարի, այլ հոգեկան բավարարվածության մասին է։ Մանավանդ կրթություն ստանալուց հետո տնային տնտեսուհու կարգավիճակում լինելը անհասկանալի է։ Բացի երեխաներին խնամելուց ինչով պետք է զբաղվի, սերիալներ նայի, որտեղ ամուսինը դավաճանում է կնոջը, հետո էլ կասկածի իր ամուսնուն ու նրա նյարդերն ուտի։ Ընդ որում, սա բերում է դեգրադացիայի։ Երբ պետք է ամուսնանայինք, Անահիտը պատրաստ էր իր մասնագիտությունը մի կողմ դնել, բայց նրան ասացի. դու կնմանվես ծաղկի, որին հողից կտրել ու բերել եմ տուն և ծաղկամանի մեջ դրել, ինչքանով վստահ կլինեմ, որ չես թոռոմի։ Կնոջս մասնակցությամբ նախագծերին միշտ հետևում եմ, բայց երբեմն չեմ հավանում։ Օրինակ սերիալային Սուսիկի կերպարը մեկնաբանելով ասում էի, որ այդ աղջկան չէի սիրի, բայց գերդաստանները ավելի հաջողված էր։ Իսկ պահանջվում է միլիոնատեր ֆիլմի թողարկման ժամանակ դեռ չէինք ճանաչում իրար։ Անահիտին ֆիլմում տեսնելով մտածեցի, ինչ սիրուն աղջիկ է, բայց հետո իրական կյանքում չէի հիշել, որ նա է այդ կերպարում եղել, որովհետև էկրանը խաբուսիկ է։ Բացի այդ, մարդկանց դեմքերը չեմ կարողանում մտապահել։ Անահիտն էլ նշել էր. Արտակը շատ անկեղծ մարդ է, եթե իմ կերպարները կամ հաղորդումները չի հավանում, անտեղի երբևէ չի գովաբանում։ Նախընտրում եմ ճիշտն ասել, նշել էր Արտակը, ասել կամ լռել։ Անահիտն արդեն գիտի, եթե ոչինչ չասացի, ուրեմն իր խաղը չեմ հավանել։ Եթե ճաշն էլ համով չի լինում, հենց այնպես չեմ գովում։ Անահիտն այս մասին նշել էր, իսկ երբ հավանում է, պատկերացրեք, թե ինչ համով եմ եփել, բարեբախտաբար բորշից դեռ չի բողոքել, անկեղծացել էր ընտանիքը հարցազրույցներից մեկի ընթացքում։ Հավելենք նաև, որ դերասանուհին հաճախել է Հունան Ավետիսյանի անվան 74-րդ միջնակարգ դպրոցը։ Ավագ դպրոցն ավարտել է Սիամանթոյի անվան թիվ 162-րդ հիմնական դպրոցում, 2007 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը, 2007 թվականից սկսել է աշխատել պետական կամերային երաժշտական թատրոնում որպես դերասանուհի, 2010 թվականին Միր հեռուստաընկերության կազմակերպած միջազգային մրցույթին Անահիտը լավագույն էմոցիոնալ կատարման համար արժանացել է մրցանակի։ Հավելենք նաև, որ այս շրջանում Անահիտ Կիրակոսյանը թատրոնում հանդես չի գալիս։ Այս պահին նաև դադար է Անահիտ Կիրակոսյանի ստեղծագործական դաշտում, նա հեռուստասերիալներում ևս չի նկարահանվում, սակայն հանրությունը նրան միշտ սպասում է նոր դերերով, նոր երգերով կամ նոր ներկայացումներով։ Իսկ Star News-ը այսքանն էր առանձնացրել այս հոլովակի համար։